Ամենաշատը կուզենամ ոտքի կանգնեմ, առողջությունս վերականգնեմ, հետո կաշխատեմ իմ երեխեքի համար ու իմ երեխեքին կմեծացնեմ։ Ես Մարիամ Աբրահամյանն եմ, 35 տարեկան եմ, ապրում եմ Երևանում, Կոմիտասում, 25/3 հասցեում։ Քերուս տանը արդեն 9 տարեկանից մամասից մահացել է, 30 օր կրուս են զբաղվել իմ խնամքով։ Ունեմ 3 անչափահաս երեխա, որոնցից 2-ը խնդիրներով են։ Մեկի մոտ գենետիկական էպիլեպսիա, մեկի մոտ թեր զարգացում։ 22 տարեկանում ամուսնացել եմ Սևան քաղաքում, 2 տարի համատեղ ապրելուց հետո մենք բաժանվել ենք։ Ես ինքս էլ ունեմ առողջական լուրջ խնդիր, ոտքերի հետ կապված, լիֆոդեմա, փղաղ հիվանդությունը։ 4 տարի է, որ մի ոտքի վրա երի, հիմա ես 1 ամիս է ինչ խփել է ձախ ոտքից, ես դարձել եմ լրիվ անշարժունակ, չեմ կարողանում աշխատեմ։ Ինձ օգնող չկա կողքից, որ ես ոտքի կանգնեմ, որ ինձ ասեցին սա կարող է խփի վերև գանգուղեղի, ես այդ օրվանից կորցրեցի քունս։ Իմ մտածում եմ մենակ ոտքի կանգնեմ, կարող եմ երեխեքին ուրիշ ոչ մի չեմ ուզում։ Իրենք էլ լուրջ պրոբլեմներով երեխեք են, ես չեմ ուզում, որ իմ մամայի նման ես էլ ժամանակին շուտ կյանքից գնամ, չտենամ իրանք ոնց են մեծանում։ Նեղվում եմ, որ չեմ կարող շարժվում, նեղվում եմ, որ ես իրան դպրոց չեմ կարող բերում, մեր 4-ի հոգսը ընկած է իմ օրաքրոջը սուսերի վրա։ Տներ եմ մաքրել, խալի եմ բերել հայաթուն լվացել փողի դիմաց, հացի փրել, վարսավիրանոցներ չեմ ամաչել մաքրուհու աշխատանքից։ Ամեն գործ արել եմ ու պատրաստ եմ անելու հանուն իրանց, հանուն իմ ընտանիքի։ Մի ամիս ու կես է ես ինչ ձեռնափայտով եմ ման գալիս, ես ինքս ինչ չեմ կարող պահեմ, նախ քաշս է մեծ, երկրորդը ոտքերի սանրությունը։ Իր բուժման առաջին փուլը պիտի լինի հակահետուցային բուժումը, վերջույթի չափերի իջեցումը, համապատասխանաբար դրա հետ զուգահեռ քաշի կարգավորում, հոդի ու ողնաշարի բուժում, մոտավորապես մենք միասին հաշվարկեցինք, որ իր ընդհանուր այս կոմպլեքս բուժման արժեքը կկազմի մոտավորապես 1.5 միլիոն սահմաններում։ Չբուժելու դեպքում լիմֆոստազը ու փղախտը հանգեցնում է մաշկի փոփոխությունների, վերքերի, շատ կարևոր է սկսել Մարիամի բուժումը հնարավորինս վաղ փուլում։ Իմ միակ հույսը այդտեղ բուժվելն է, քանի որ կլինիկան մասնավոր է, այնտեղ պետպատվերով բուժումը չեն իրականացնում, այստեղ վճարովի է։ Դրա համար ստիպված եմ դիմել մարդկանց օգնությանը, որ ինձ ոտքի հանեն։ Նեղվում է, որ այս վիճակում է, հիմա ցավերի մեջ է, ուզում եմ, որ ոնց ոտքի կանգնի, ինձ տանի դպրոց։ Սա իմ համար փորձություն է, ու ես այս փորձությունը կհաղթահարեմ, բայց այդ փորձության մեջով չեմ կանացնեմ, քանի որ ի վիճակի չեմ։